Բարձրակարգ սպասարկում, թվային էկոհամակարգի ստեղծում և հաճախորդների բազայի ընդլայնում։ Ամեդիաբանկի մանրածախ բանկինգի ռազմավարության հիմքում այս սկզբունքներն են։ Վերջին 2 տարվա ընթացքում մեզ հաջողվել է մեր հաճախորդների բազան կրկնապատկել և այսօր կիսամյակի ավարտին հաճախորդների քանակը գերազանցել է 900,000-ը և մեր նպատակն է մինչև տարեվերջ հատել հաճախորդների քանակի 1 միլիոն շեմը։ Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ առաջանցիկ տեմպով աճել է նաև հաճախորդների թվային ակտիվությունը։ Մասնավորապես վերջին 5 տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55,81%։ Ասուլիսի ընթացքում Արման Բարսեղյանն անդրադարձավ նաև MyAmedia հավելվածի նոր հնարավորություններին։ Նրա խոսքով MyAmedia հավելվածը գերհավելված դառնալու ճանապարհին է, քանի որ մեկ տեղում հասանելի են նաև My Home, My Car, My Invest, My Business, My Event Hub հարթակները։ Դա հաճախորդների տեսանկյունից ցանկալի լուծում է և արդյունավետ լուծում է, որովհետև եթե մեկ հարթակում բոլոր հիմնական կարիքները բավարարող հավելվածները առկա են և դրանց նաև ֆինանսավորման համար անհրաժեշտ գործիքակազմը կա, այսինքն նաև ներդրված է ֆինանսական բաղադրիչը, ապա բնականաբար շատ ավելի հեշտ է դառնում կառավարել կյանքի որակը և մարդիկ շատ ավելի արդյունավետ կերպով կարող են իրենց կարիքները բավարարել։ Վիճակագրությունը փաստում է, 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ամեդիաբանկի ավանդների պորտֆելն աճել է։ Առաջին անգամ մանրածախ հաճախորդներից ներգրավված միջոցների գումարը ընդհանուր գերազանցել է 1 տրիլիոն դրամը։ Ընդ որում հատկանշական է նշել, որ բազայի մեջ այդ ներգրավված միջոցների ավելի արագ տեմպով աճում են ցպահանջ ավանդները և դրամային ավանդները։ Ամեդիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը ևս տարեսկզբից տպավորիչ աճ է գրանցել, հունիսի 30-ի դրությամբ գերազանցել 800 միլիարդ դրամը։ Տարեկան մոտ 30%-ով մեր վարկային պորտֆելը աճել է։ Ընդ որում հատկանշական է նշել, որ դա հիմնականում տեղի ունեն հիպոթեկային վարկերի հաշվին և առաջին անգամ մեր հիպոթեկային վարկերի պորտֆելը գերազանցել է 400 միլիարդի շեմը։ Նշենք, որ հունիսի 30-ի դրությամբ Ամեդիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 միլիարդ դրամ։ Այս տարի Ամեդիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը, ամրապնդելով բանկի կապիտալի դիրքը և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան։